Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը Թրամփի ուղու վերաբերյալ երկրորդ նախագահի առաջարկը պետք է ձևակերպի, թարգմանի ու ներկայացնի ԱՄՆ նախագահի վարչակազմին որպես այլընտրանքային առաջարկ։ Քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանի խոսքով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերում դրա համար բոլոր հիմքերը կան։ Փոխադարձության սկզբունքը վկայակոչելով էլ շեշտը պետք է դնել երազք ջուլֆա երկաթգծի վրա, ինչի մասին խոսել է Քոչարյանը։ Եթե Հայաստանում լինի հզոր իշխանություն, հզոր մարդ, որը գիտի բանակցելու գաղտնիքները, հեշտությամբ կարելի է դրան հասնել, կարծում է Մարգարյանը։ Քաղաքագետի խոսքով Սպիտակ տան պաշտոնյաներին պետք է բացատրել, որ եթե իսկապես ուզում են Հարավային Կովկասում լուրջ ներկայություն ունենալ եւ իսկապես խաղաղության խաչմերուկը կյանքի կոչվի, իրենց առաջարկած 43 կիլոմետրանոց ճանապարհով հարցը չի լուծվելու, քանի որ ինչպես Քոչարյանը երեկ բացատրել է, դա օդու ջրի պես պետք է միայն Ադրբեջանին ու Թուրքիային։ Նիկոլի այդ պայմանավորվածությունները բոլորը ժամանակավոր բնույթ են կրում, վաղը եթե այսպես ասած մի ուրիշ տեղ յուղոտ ավելի առաջարկ լինի Նիկոլ Փաշինյանին հանուն իր իշխանությունը պահելու, թքած կունենա ամեն ինչի վրա, կմոռանա այս նախագիծը, կգնա մեկ ուրիշ բանի հետևից, բայց դե նախագահ Քոչարյանի խոսքը կարծում եմ խոսք է այն the other guy չի, որ ամեն ինչը փոխփոխվում է։ Քոչարյանը եթե խոսք է տալիս, ապա խոսքի տերը կա եւ տեսանք հաշվարկված էր ամեն ինչը որ խոսում էր այդտեղ։ Շատերի նման կարելի է նստել, այդպես ասած, մեծ խոստումներ տալ, կպատրեմ, մեզ կանեմ, այդպես կանեմ, բայց գործնականում ոչինչ չանես, որովհետեւ չես կարող անել ամեն դեպքում, որովհետեւ դա դժբախտաբար ստորագրված փաստաթուղթ է, բայց եթե լուրջ վերաբերվես այդ փաստաթղթին, իր ամբողջ վատ կետերով հանդերձ դրական կետերը փորձես գտնել, կարող ես դա փոխել դրական ինչ-որ բանի քեզ համար, ինչ որ արդեն նախագահ Քոչարյանը առաջարկեց երբ